Դա հաճեր նաև այն, որ Թրամփը հայտարարեց, թե ինքը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև փոքրիկ մի պատերազմ է կարգավորել, Միացյալ Նահանգների մասշտաբով էր փոքրիկ, բայց այդպիսի համահրական վերաբերմունքը հուշում է նաև, որ եթե դա ինքը փոքրիկ բան է համարում, ուրեմն դրա չիրականանալն էլ պիտի համարի փոքրիկ ծախորդություն։ Այսինքն ակնհայտ է, որ մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական մրցակցությունը գնալով սրբիավիճակում Հայաստանում ընդդիմությունը ներկայացնում է շատ հստակ քաղաքական ծրագիր, այսպես կոչված Սյունիքի հանգույցը խաչմերուկը ինքնին ենթադրում է, որ ճանապարհները պիտի խաչվեն, այսինքն պիտի եւ հյուսիս-հարավ լինի եւ արևմուտք-արևելք։ Եթե միայն արևելքն է, դա խաչմերուկ չի, դա ընդհանրապես միջանցք է։ Եվ ընդդիմության ներկայացրած այդ ծրագիրը չի հակադրվում Թրամփի ուղուն եւ չի բացառում դա։ Այդ իրենք միայն խոսքով են ասում խաղաղության խաչմերուկ, անպայման խաչմերուկ, բայց գործնականում, երբ որ խոսվում է եւ հստակ ծրագիրը ներկայացվում է, բոլոր կողմերից սկսում են հեգնել դա, սկսեցին ծաղրուծանակի ենթարկել, որ իրականում Հայաստանի իշխանություններին այդ խաչմերուկը պետք չի։ Նրանց պետք է ընդամենը մաս դառնալ թուրք-ադրբեջանական, գուցե ԱՄՆ-ից հովանավորվող այդ ինչ որ հաբին եւ վերջ։ Ոյանը սա այն նույն մարդն է, ով ժամանակին հայտարարում էր, թե Արցախի հայաթափման օրը պետք է հռչակել որպես Հայաստանի իրական անկախության օր։ Ամենատարածված պատասխանն այն է, որ այո, թուրքական այդ բրենդը վաղուց արդեն շատ կոնկրետ ներկայացված է Հայաստանում, հատկապես ազգային ժողովում եւ կառավարությունում այդ բրենդը։ Իհարկե, որևէ մեկը օտարերկրյա ներդրումներին դեմ չի խաղաղության դեմ, բայց Հայաստանում սկի հայերը ներդրումներ չեն։ Եվ երկրորդը վերջապես ընդդիմադիր դաշտում հայտնվեց շատ կոնկրետ ծրագիր։ Կարծում եմ սա դրական էր արդեն իսկ եւ այս քաղաքական այս խառը իրավիճակում ինչ որ բաներ հստակեցնելու առաջին քայլը կարող է լինել գոնե մթնոլորտի առումով։ Մեկ 991 TV YouTube-յան ալիքում ուղիղ խոսքն է, բարև ձեզ։ Այսօր անդրադառնալու է մի քանի տարբեր, բայց մեծ հաշվով միմյանց հետ փոխկապակցված թեմաների։ Ոչ, Թաթայի համերգի մասին չեմ խոսելու եւ Էրեբունի Երևան տոնակատարության մասին, այդտեղ դա լայն քննարկումներ առաջացրել երևի միայն այն պատճառով, որ այդ հայտնի այդ կարգախոսը ինչ են անում, քեֆ են անում, լավ են անում, շատ հիշեցնում էր իշխանությունների եւ Նիկոլ Փաշինյանի ասածը, որ քեֆ արեք, ապրեք, կեցեք, ինչ արել ենք, լավ ենք արել եւ այլն։ Դա էր թե չմնացածը ամեն ինչ նորմալ է, իհարկե ոչ ոք չի ասում վատ ենք անում։ Ինչևէ, կարևոր այս օրերին իհարկե Շարմ էլ-Շեյխում կայացած այսպես կոչված խաղաղության համաժողովներ, գագաթնաժողովներ, որտեղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամ Թրամփի բառապաշարով ասած մյուս տղան իրեն պահեց այնպես որ մեր հասարակության վրդովմունք առաջացրեց, որտեղ նա այնտեղ իրեն պահեց որպես երեսառած կամ վատ դաստիարակված երեխա, որը անդադ մեծերի ոտքերի տակ է ընկնում, փորձում է հայտնվել նրանց ուշադրության կենտրոնում, փորձում է ինչ-որ ոտանավոր արտասանել մի խոսքով, բոլորս տեսանք դա եւ իսկապես տհաճ ու նվաստացուցիչ էր։ So thank you everybody. Come on over here. Prime Minister. Thanks to you. God bless you. And now Դա հաճեր նաև այն, որ Թրամփը հայտարարեց, թե ինքը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև փոքրիկ մի պատերազմ է կարգավորել, այսինքն մեզ համար իսկապես դա փոքրիկ չէր, Միացյալ Նահանգների մասշտաբով էր փոքրիկ, բայց այդպիսի համահրական վերաբերմունքը հուշում է նաև, որ եթե դա ինքը փոքրիկ բան է համարում, ուրեմն դրա չիրականանալն էլ պիտի համարի փոքրիկ ծախորդություն ընդհանրապես, սա է խնդիրը։ Իսկ ընդհանրապես կարևորն այն էր, որ մեր աչքի առաջ, տարածաշրջան Մերձավոր Արևելքում խաղաղության նոր ճարտարապետություն է կառուցվում Միացյալ Նահանգների ակտիվ դերակատարմամբ, ինչը ենթադրում է, որ Միացյալ Նահանգները իր դերակատարումը շարունակելու է ակտիվացնել նաև մեր տարածաշրջանում, եւ դա տեղի է ունենում առանց Ռուսաստանի եւ Իրանի, որովհետեւ Շարմ էլ-Շեյխի այդ գագաթնաժողովում Ռուսաստանն ու Իրանը պարզապես չկային։ Այսինքն ակնհայտ է, որ մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական մրցակցությունը գնալով սրբելու է։
Եվ ահա այս իրավիճակում Հայաստանում ընդդիմությունը ներկայացնում է մի շատ հստակ քաղաքական ծրագիր, այսպես կոչված Սյունիքի հանգույցը, խոսքը Հայաստան-Իրան երկաթուղի կառուցելու մասին է եւ դա ներկայացնում է որպես Հայաստանը այս իրավիճակից դուրս բերելու գուցե միակ ռեալ հնարավորություն։ Ինչու, որովհետեւ այդ տեսեք իշխանությունները անընդհատ հմկահարում են խաղաղության խաչմերուկ, իդեպ վերջերս էլ այդքան շատ չեն ասում, բայց խաչմերուկը ինքնին ենթադրում է, որ ճանապարհները պետք է խաչվեն, այսինքն պետք է եւ հյուսիս-հարավ լինի եւ արևմուտք-արևելք։ Եթե միայն արևելքն է, դա խաչմերուկ չի, դա ընդհանրապես միջանցք է եւ պատահական չի, որ Ադրբեջանը Թուրքիան հենց միջանցք էլ ասում են։ Եվ եթե իսկապես դա պիտի լինի խաչմերուկ, հնարավոր չի դա անել, հասնել դրան առանց Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման։ Սա պիտի որ հասկանալի լինի, որտեղ իրականում այս իշխանությունների թմկահարած խաղաղության խաչմերուկը մեր տարածաշրջանում այդպիսի խաչմերուկ արդեն կա, ցավոք սրտի դա Ադրբեջանն է, որտեղ Ադրբեջանով են անցնում եւ հյուսիս-հարավը, Ռուսաստան, Ադրբեջան, Իրան եւ արևմուտք-արևելքը նորից Ադրբեջանով Վրաստան, այդպիսի խաչմերուկ կա։ Իսկ Հայաստանը այդ Թրամփի ուղի կոչվածը չի կարող խաչմերուկ լինել, որտեղ մի ուղղությամբ խաչմերուկ չի լինի։ Հասկանալի է։ Եվ ընդդիմության ներկայացրած այդ ծրագիրը չի հակադրվում Թրամփի ուղուն եւ չի բացառում դա։ Պարզապես այնպես է ստացվել, որ հյուսիս-հարավը եթե չկա, արևմուտք-արևելք այդ ուղին կամ Թրամփի ուղին կամ միջին միջանցքը, դա դրանից օգուտ են քաղելու միայն Ադրբեջանը, Թուրքիան, արևմուտքը, որտեղ ռուսական վերահսկողություն չի լինելու։ Իսկ եթե դրան գումարվի նաև հյուսիս-հարավը, այսինքն Հայաստան-Իրան երկաթուղին, դա այն բաղադրիչն է, որի դեպքում հստակ օգուտներ է քաղելու նաև Հայաստանը։ Այդ թվում ոչ միայն տնտեսական, ոչ միայն սոցիալական, առաջին հերթին նաև անվտանգային, մի խոսքով հասկանալի է։ Եվ տրամաբանորեն այնպես է, որ միայն արևմուտք-արևելք ճանապարհի կամ Թրամփի ուղու գործելու դեպքում դրա շահառուները հայտնի են եւ թվում է, թե դրան հյուսիս-հարավ գումարելը պիտի դեմ լինեին միայն արևմուտքը, Թուրքիան եւ Ադրբեջանը։ Բայց զարմանալիորեն դրան դեմ են նաև Հայաստանի իշխանությունները։ Այդ իրենք միայն խոսքով են ասում խաղաղության խաչմերուկ, անպայման խաչմերուկ, բայց գործնականում, երբ որ խոսվում է եւ հստակ ծրագիրը ներկայացվում է, ընդորում է ծրագիրը նոր չի։ Երբ որ ներկայացվում է, բոլոր կողմերից սկսում են հեգնել դա, չգիտեմ, ծաղրել, երկրորդական, երրորդական, ինչ որ մղել, ինչ է ստացվում։ Թվում է, թե առաջին հերթին ինձ Հայաստանի իշխանությունները պիտի ասեն, ինչ է, այո, հասկանալի է ծրագիրը կա արդեն 12-13 տարի, ընդ որում բավականին լուրջ աշխատանք կատարված է, բոլոր նախագծերը կան, ինժեներական լուծումները կան, ծախսերի հաշվարկները կան, երթուղին կան, այդ ամեն ինչը հայտնի է, բայց ինչ են անում իշխանությունները։ Հենց որ դա հրապարակվեց, միանգամից 4 կողմից սկսեցին հարձակվել, չգիտեմ, իրենց լրատվամիջոցներով, քարոզչամիջոցներով, վերլուծաբաններով, ֆեյքերով, սկսեցին ծաղրուծանակի ենթարկել, իբր դե գիտեք, դե դա ընդհանրապես մեծ աֆյորա էր, խաբեություններ ուզում էին մեզ խաբել, այդ ընկերությունները գրանցված էին ինչ-որ օֆշորներում, ոչ մի բան չկար։ Կարևորը թողած երկրորդական հարցերի մասին սկսեցին խոսել, հետո սկսեցին խոսել, որ հա լավ, ենթադրենք, այդ երկաթուղին կառուցվեց, հասավ Մեղրի, բա այնտեղից ոնց է մտնելու Իրան, ստիպված պիտի էլի մտնի Նախիջևան, այնտեղից Ջուլֆայով մտնի Իրան, կարծես թե դժվար էր հասկանալը, որ եթե չգիտեմ 300 կիլոմետր երկաթուղի է կառուցում բարդագույն ռելիեֆով, տարածքով միջև Մեղրի այդքան բարդ էր, հա, մի հատ էլ Մեղրիից ուղիղ դեպի Թավրիզ կամ Մերենդ այնտեղ այդպիսի քաղաք կա։ Կառուցել ուղղակի մտնել Իրան, եթե Հայաստանի իր սուղ հնարավորություններով կարող է, վստահաբար կարող է 3.2 կամ 3.5 միլիարդ դոլար ներգրավել, ներդրումներ ներգրավել, որտեղ աշխարհաքաղաքական առումով շատ գրավիչ նախագիծ է։ Եվ շատ լուրջ աջակիցներ կունենա Ռուսաստան, Իրան, Հնդկաստան, անգամ Վրաստան։ Այդքան աջակիցներ վստահաբար կունենա Չինաստան։ Ուրեմն Իրանն էլ կարող է չէ իր տարածքով այդ 100-120 կիլոմետրի համար ներդրումներ ներգրավել։ Բայց
բայց չէ, սկսում են բոլոր կողմերից չգիտեմ ծաղրել, արհամարել, անտեսել, դա ներկայացնել որպես ինչ-որ միֆական բան, Հայաստան-Իրան երկաթուղու կառուցում։ Եվ դա մեզ հնարավորություն է տալիս ենթադրել, որ իրականում Հայաստանի իշխանություններին այդ խաչմերուկը պետք չի։ Նրանց պետք է ընդամենը մաս դառնալ թուրք-ադրբեջանական, գուցե ԱՄՆ-ից հովանավորվող այդ ինչ-որ հաբին եւ վերջ, եւ Հայաստանը դարձնել, չգիտեմ, ոչ կենսունակ, հա, բայց խաղաղ այդպես քեֆ են կանում, լավ են կանում, սկզբունքով ապրող ինչ-որ երկիր։ Ինչևէ, իդեպ այդ մասին խոսեց նաև էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, սա այն նույն մարդն է, ով ժամանակին հայտարարում էր, թե Արցախի հայաթափման օրը պետք է հռչակել որպես Հայաստանի իրական անկախության օր։ Եվ ահա, այդ մարդը հիմա հայտարարում է, ասում է, իհարկե մենք պիտի ուրախ կլինենք թուրքական ներդրումների համար եւ իհարկե թուրքերը պիտի կան այստեղ ներդրումներ անեն, դա շատ լավ է։ Ավելին ըստ նրա թուրքական ընկերությունները, թուրքական բիզնեսը արդեն 10 տարուց ավելի 12-13 թվականից ներկայացված է Հայաստանում եւ ասում է բրենդներից մեկը շատ հայտնի է Հայաստանում եւ շատերը հիմա կատակում են, որտեղ անուն չի տալիս, մտածում են թե ինչի մասին է խոսքը, տեսնես ինչը նկատի ունի եւ ամենատարածված պատասխանն այն է, որ այո, թուրքական այդ բրենդը վաղուց արդեն շատ կոնկրետ ներկայացված է Հայաստանում, հատկապես ազգային ժողովում եւ կառավարությունում այդ բրենդի անունը չասենք, բոլորը գիտեն։ Ուրիշներն էլ կատակում են, թե չէ, գուցե Արարատ բրենդը նկատի ունի, որը ըստ այս նոր իշխանությունների թուրքական բրենդ է, չէ, որտեղ Արարատը հայկական չի, թուրքական է եւ այլն։ Ինչևէ, ահա այս մտայնությամբ իդեպ որ ասում են մենք ուրախ կլինենք թուրքական ներդրումների համար, այստեղ էլ պիտի հստակություն մտցնել։ Իհարկե որևէ մեկը օտարերկրյա ներդրումներին դեմ չի խաղաղության դեպքում։ Բայց Հայաստանում սկի հայերը ներդրումներ չեն անում։ Այսինքն որևէ մեկը հատկապես Թուրքիան Հայաստանում չի գալու ներդրումներ անի, որպեսզի փող աշխատի, փող մասնակի Հայաստանը, չէ։ Մենք տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում, երբ Հայաստանում ներդրումներ են կատարվում։ Օրինակ Զանգեզուրի պղմծամոլիբդենային կոմբինատը հսկայական ներդրումներ։ Եվ ինչ արեցին, իշխանությունը գնաց թաթը դրեց վրան, հիմա այլ ընկել է դատական քաշքշուկների մեջ 1.5 միլիարդ դոլարի երևի, եթե չեմ սխալվում, հայց են ներկայացրել, որ ուղղակի կառավարությունը շատ կոպտորեն փայ է մտել, այսպես ասենք։ Տեսնում եք, թե ինչ է կատարվում Հեծի հետ, Սամվել Կարապետյանի ներդրումների հետ, թե ինչպես է նրան անմիջապես նա հայտնում բանտում, իսկ նրա բիզնեսները հայտնում թիրախում, հիմա էլ փողեր լվացնելու մեղադրանք ավելացավ։ Ինչևէ, այսինքն այս ամենը բոլորը տեսնում են եւ այսքանից հետո Թուրքիան իհարկե գալու է Հայաստանի ներդրումները, բայց ոչ թե փող շահելու համար, այլ քաղաքական լրացուցիչ լծակներ ձեռք բերելու համար։ Եվ ձևացնել թե այս ամենը չեն հասկանում իշխանությունը, թե նրանք իսկապես ներդրումներ են ուզում, պիտի այդ օտարերկրյա ներդրումներին հարգանքով վերաբերվեն եւ ոչ թե ամեն առիթով ասեն ուժայիններին ուղարկեին, ասեն գնացեք արագ դրանց հարցերը լուծեք։ Ինչևէ, սրանք են այս վերջի օրերի հիմնական իրադարձությունները, ամեն դեպքում շատ հստակ երկու բան արձանագրվեց, որ առաջին այդքան էլ պետք չի հույս տնել նրա վրա, որ Միացյալ Նահանգները միշտ տալու է պաշտպանելու է իր այսպես կոչված վերած խաղաղությունը, որտեղ նրանք մեր տեղն չգիտեն, եւ երկրորդը վերջապես ընդդիմադիր դաշտում հայտնվեց շատ կոնկրետ ծրագիր, որը իսկապես եւ քաղաքական եւ տնտեսական եւ անվտանգային առումով կարող է ելք լինել այս իրավիճակից։ Իհարկե քննարկելու բանը իհարկե հեշտ չի, իհարկե շատ հարցեր կա, բայց ամենատեղից ինչ կոնկրետ ծրագիր ներկայացվել է եւ կարծում եմ սա կարող է սկիզբ լինել, որպեսզի մեր նախընտրական այս իրավիճակում մեր հասարակությունը, քաղաքական դաշտը վերջապես սկսեն ոչ թե ինչ որ վերացական բաներից խոսել, այլ կոնկրետ ծրագրեր սկսել, ոչ միայն քննարկել, ոչ միայն դա, այլ փորձել հասկանալ, թե ինչ ծրագրեր կան եւ ինչ է հնարավոր անել։ Կարծում եմ սա դրական էր արդեն իսկ եւ այս քաղաքական այս խառը իրավիճակում ինչ որ բաներ հստակեցնելու առաջին քայլը կարող է լինել գոնե մթնոլորտի առումով։ Ինչևէ այսօր այսքանը կհանդիպենք։